Ողջույն սիրելի հայրենակիցներ, կխնդրեմ հնարավորինս տարածել, որովհետև շատ կարևոր հանգամանքի մասին եմ ուզում խոսալ։ Ինքս գտնվելով Սփյուռքում ուզում եմ այսօր անդրադառնալ այն մեղադրանքներին, որոնք որ այս վերջերս սփյուռքահայության նկատմամբ հնչում են, եւ նրանք հնչում են բացառապես մեկ քաղաքական ճամբարից Հայաստանի։ Ինչումն է գլխավոր թեզը, որ մի մասնակցեք հայաստանյան ներքաղաքական գործընթացներին, որովհետև դուք չեք ապրում Հայաստանում, չունեք ընտրելու իրավունք, ընտրության իրավունք, եւ ձեզ չի վերաբերվում, ինչպես իրենք կասեին, հայաստանյան ներքաղաքական գործընթացները։ Հիմա ես կփորձեմ ներկայացնեմ մի քանի շատ մեծ խնդիրներ այս թեզի հետ կապված, որից հետո որ ես հույս կունենամ, որ ոմանք կփոշմանեն, որ երբևէ հնչեցրել են այսպիսի թեզ եւ կամ համարել են նման թեզերը տրամաբանական։ Առաջի ամենամեծ խնդիրը այս թեզի հետ կապված այն է, որ ինչպես մենք բոլորս գիտենք, հայության 70-ից 75%-ը գտնվում է Սփյուռքում եւ փաստացի դուք ասում եք, որ հայության 70-ից 75%-ը իրավունք չունի մասնակցություն ունենա հայաստանյան, ինչպես դուք կասեիք, ներքաղաքական գործընթացներին կամ ինչպես ես կգնահատեի, ամենայն հայկականությանը վերաբերվող հարցերին։ Սա առաջի ոնց որ մեծ խնդիրն է, երկրորդ դրա հետ փոխկապակցված ավելի sense խնդիրը այն է, որ անգամ եթե մենք վերցնենք այդ 70-ից 75% Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցներին, նրանց ճնշող մեծամասնությունը չի գտնվում Սփյուռքում ինքնակամ, այսինքն կան մարդիկ, ովքեր որ փոքր հասակում իրենց ծնողների հետ տեղափոխվել են Սփյուռք, կամ Սփյուռքում ծնվել են, կամ ինչ-ինչ պատճառներով են հայտնվել Սփյուռք, այդ թվում նաև մեր ցեղասպանությունից ոնց որ փրկված հայրենակիցների սերունդները ԱՄՆ-ում, Ֆրանսիայում եւ Մերձավոր Արևելքում։ Եվ ինքս գիտակցելով, որ Սփյուռքն էլ է պառակտված, ինչպես նաև մեր Հայաստանում գտնվող հայրենակիցները, միանգամից ուզում եմ հստակ ասեմ եւ միանգամից պատասխանեմ այն մեկնաբանություններին, որոնք որ ես վստահ եմ ոմանց խելոքների կողմից հնչելու են, ես չեմ խոսում Սփյուռքի անունից, հա, միանգամից էդի հստակ ասեմ, բայց միևնույն ժամանակ ես ուզում եմ խոսամ Սփյուռքի հետ, որովհետև ես գիտեմ, որ դուք շատ եք եւ դուք շատերդ մտահոգված եք, ինչպես նաև ես։ Եվ գիտեք, այս թեզը առաջի հայացքից կարող էր հնչել տրամաբանական, եթե այնինչ կատարվում է Հայաստանում, իրոք sense կրեր սովորական հայաստանյան ներքաղաքական բնույթ, բայց այսօրվա իշխանությունները փաստացիորեն մեզ արդեն ցույց են տվել, որ իրենք ոտնահարել են այսպես ամենայն հայոց արժեքներ եւ մեզ ապացուցել են, որ իրենք պատրաստ են իրենց նպատակներին հասնելու համար հատել յուրաքանչյուր կարմիր գիծ եւ յուրաքանչյուր սրբություն։ Այդ թվում նաև ցեղասպանության հետ կապված, հա, իրենց հայտարարությունները եւ դիրքորոշումը, եւ ես գիտեմ, որ բազմաթիվ կամ բազմահազար 100 հազարավոր մեր հայրենակիցները Սփյուռքում ապրող ցեղասպանությունից փրկվածների սերունդներն են, հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետ կապված իրենց ոտնձգությունները եւ այն հանգամանքը, որ իրենք հայ առաքելական Սուրբ եկեղեցուն աշխարհի աշկերի առաջ ամոթացրել եւ հիմա ոչ մեկ թող չկանգնի ասի, որ ինչ-որ առանձին եկեղեցականների հետ եւ այլն այս հարցում ինձ թվում է ասենց ավելի կոպիտ կարելի է արտահայտվել, բայց ասեմ sense, որ հասկանալի լինի, Ալիևի թուլլեքը չպետք է մեզ ասեն, կոպիտ ասած, որ մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցին վատնա, եթե անգամ ինչ-որ խնդիրներ կան հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետ կապված։ Եվ հիմա անդրադառնամ ամենամեծ խնդրին, որը որ այս թեզը իր մեջ պարունակում է։ Տեսեք, մենք գործ ունենք մի իշխանության
մի հայ տեսակի հետ, որը որ որևէ աղերս չունի այն ամենի հետ, ինչը որ մեր պապերը, մեր պատմության հերոսները, մեր նախնիները այսպես բերե հասցրել են մինչև 21-րդ դար։ Այսինքն հայոց պետականությունը, որը որ մենք դարեր շարունակ չենք ունեցել եւ միայն 20-րդ դարում է հաջողվել ունենալ, չեն կերտել Նիկոլա նմանները, հասկանում եք։ Հայոց պատմությունը, հայոց լեզուն, հայկական մշակույթը, հայ առաքելական Սուրբ եկեղեցու պատմությունը եւ ժառանգությունը չեն բերել մինչև 21-րդ դար հասցրել Նիկոլա նմանները, հասկանում եք։ Այսինքն այնինչ որ մենք այսօր դեռ ունենք, չունենք Նիկոլա նմանների շնորհիվ, այլ չնայած Նիկոլա նմանների, հասկանում եք, սա է խնդիրը։ Եվ Նիկոլա նմաններն են մեզ ասում, մի խառնվեք ամենայն հայկականությանը եւ ամենայն հայոց արժեքներին վերաբերվող խնդիրներին։ Առհա լավ էլ կխառնվենք եւ լավ էլ պարտավոր ենք խառնվել։ Եվ ամենավերջում ուզում եմ մի հատ sense խոսքով ավարտեմ եւ խնդրում եմ թող sense փիլիսոփայական չթվա, բայց մի հատ sense լավ խոսք կա ու սա ինձ թվում է շատ բնորոշ է մեր ազգի հիմիկվա ոնց որ կարգավիճակին, հա, կամ այն իրավիճակին, որի մեջ որ մեր ազգը այսօր գտնվում է։ Ասում է, եթե դու քաղաքականությունով չզբաղվես, քաղաքականությունը քեզնով կզբաղվի։ Այսինքն, այսպես անմեղ ու քո չեզոք դիրքերում չես մնա։ Դրա համար ավելի լավ է դու հիմա դիրքորոշում ընդունես, քան թե որ թողես, որ քո տեղը ինչ որ մեկը դիրքորոշում ընդունի ու քեզ ներգրավի ինչ որ մի գործընթացի մեջ, ինչա դու լռում ես։ Եվ քո լռությունը ընկալվի որպես համաձայնության նշան։